Կիևյան կամրջի հիմնանորոգումը նոր է մեկնարկել, սակայն դրա հետևանքները արդեն զգացվում են ամբողջ մայրաքաղաքում։ Հարակից եւ այլընտրանքային փողոցները առավոտյան ժամերին չկարողացան խուսափել գերծանրաբեռնվածությունից։ Քաղաքի տարբեր հատվածներում ձևավորվել են երկարատև խցանումներ, իսկ բազմաթիվ վարորդներ ստիպված են եղել սովորականից զգալի ավելի շատ ժամանակ անցկացնել ճանապարհին։ Մասնագետների կարծիքով նման իրավիճակը որոշակիորեն կանխատեսելի էր։ Չփակվող հատվածների պայմաններում ենք ականատես լինում ավելի խցանումների, խնդիրների, եւ այս առումով կարելի է կանխատեսել, որ կամուրջի փակումը կհանգեցնի իր հերթին նմանատիպ խցանումների առաջացման, այն առումով, որ արդեն բնականաբար վարորդների կողմից տվյալ հատվածը շրջանցելու համար պետք է ընտրվեին շրջանցող այլ ուղղություններ։ Այս առումով որոշակիորեն կանխատեսում կար։ Իսկ այդ այլ ուղղություններ ընտրելը իր հերթին կբերեր այլ ուղղությունների ծանրաբեռնմանը։ Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ եթե կամրջի տեխնիկական վիճակը պահանջում էր անհապաղ միջամտություն, ապա աշխատանքների իրականացումը նաև անվտանգության հարց է։ Սակայն քննարկումների կենտրոնում հայտնվել է ոչ միայն վերանորոգման անհրաժեշտությունը, այլև դրա կազմակերպման եղանակը։ Ըստ փորձագետների հնարավոր էր ուսումնասիրել փուլային աշխատանքի տարբերակը, առնվազն որոշ հատվածներում երթևեկությունը պահպանելու նպատակով։ Որոշակի առումով, եթե դրամաբանական տեսակետից մոտենանք, կարծում եմ, պետք է գոնե ստեղծվել հնարավորություն առնվազն ուղեմաս փակելու գոնե, որը որոշակի առումով այսպիսի գերծանրաբեռնություն այլ փողոցների վրա չէր առաջացնի։ Նման մասշտաբի սահմանափակումներից առաջ, ըստ փորձագետների, անհրաժեշտ է մանրամասն գնահատել շրջանցիկ ճանապարհների թողունակությունը եւ հասկանալ, արդյոք դրանք ի վիճակի են սպասարկել լրացուցիչ տրանսպորտային հոսքերը։ Հակառակ դեպքում խնդիրը պարզապես մեկ հատվածից տեղափոխվում է մյուսը։ Պատասխանատուների խոսքով ծրագրի ամենաբարդ եւ ժամանակատար հատվածը դեֆորմացիոն կարերի ամբողջական փոխարինումն է, որոնց թիվը հասնում է մոտ 9-ի, ինչը կամրջի անվտանգության համար առանցքային նշանակություն ունի։ Տեխնոլոգիապես ինչ է հնարավոր է կարել զուգահեռաբար, բայց ամենակարևորն ինչ է, որ չեն անում հենց հիմա։ Դա կապված է բացված մակերեսների հետ, այն մակերեսների հետ, որ նույնիսկ մետաղն է բացվել, այնտեղ մշակում է մետիսկոստոմիտերով պետք է մշակվեն, այսինքն քանի դեռ ջուրը, անձրևաջուրը քաշելու է ներքև, այսինքն եթե մոստը բաց է, այս պահին բացում են, հիմա արդեն սկսել ենք հանգ, այսօր անձրև կա, եւ ջուրը տանելու է ներքև, այդ աշխատանքը դառնում է անիմաստ։ Կիևյան կամրջի վերանորոգումը ըստ մասնագետների դեռ ամիսներ շարունակ կազդի մայրաքաղաքի երթևեկության վրա, սակայն այս իրավիճակը նաև հիշեցում է, որ ժամանակին չվերանորոգված ենթակառուցվածքները վաղ թե ուշ կարող են ավելի լուրջ խնդիրների եւ վտանգների պատճառ դառնալ։ Մինչև քաղաքային իշխանությունները խոստանում են աշխատանքները ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում, վարորդներն ու ուղևորները ստիպված են լինելու համակերպվել նոր երթևեկային իրականության հետ, հույս ունենալով, որ ժամանակավոր անհարմարությունները կբերեն ավելի անվտանգ եւ հուսալի կամուրջ ունենալուն։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։